Հայրս մայրս աշխատել են Արարատ ցեմենտի գործարանում, այդ կապակցությամբ ստացել են այս բնակարանը, մինչև այսօր չեմ կարողացել սեփականացնել, որովհետև խնդիրներ կան, էլի, այսինքն տունը ստացել ենք իր 700 մետր հողով, եթե ուզում եմ սեփականացնեմ, քաղաքապետարանը ասում է 400-ը կարող սեփականացնեք, 300-ը պետք է առնեք։ Գնեմ էլի, ես քառակուսի մետրի, եթե չեմ սխալվում, մի 2 տարի առաջ գինը 1850 դրամ էր, հիմա բայց թանկացել է։ Այդ խնդիրը ես խի պետք է իմ հողս ես գնեմ։ Ամառը որ գալու եմ, մոծակները խեղդում են, գարշահոտը խեղդում է, այս երեխեքը հլնում խաղալու տեղ չունեն, հլնում են ձենս տարի ղամիշների մեջն են հլնում, մտնում են ղամիշ, սա ոցու կարիճ է։ Ոչ քաղաքապետ, ես քաղաքապետի շնորհիվ չեմ ճանաչում, ասում եմ ժողովրդի մենակ ընտրության վախն է եկել ստե։ Ես ընտրությունից հետո չեմ տեսել, որ քաղաքապետ գա, ժողովուրդ ջան, ինչ խնդիր ունեք, ինչի կարիք ունեք։ Ես էսի չեմ ասում, որ խոսք ինչ-որ մեկին փնովում եմ կամ ինչ-որ մեկին ասում, ինչ խնդիրը կա, այդ եմ ասում։ 107-ից մնացել է 30 տուն։ Ստե խանութ չկա, հեռու է, տրանսպորտ չի աշխատում։ Ասենք ուզում են գնանք Արարատ կողի գյուղերը, 1 կիլոմետր պետք է մարդ քայլի այս ցեխին։ Քայլի հասնի Աստանովկեն, որ կանգ առնի, որ այդ Արարատ, գոնե տրանսպորտը աշխատի, Արարատ զոտ տրանսպորտը գազտեղից ֆռայ, դա գոնե 2 ժամ 1 թողա, չեմ ասում ամեն ռեսը գա, 2 ժամ 1 գա, գնա։ Կուզեմ ուշադրություն դարձնել ոչ թե մենակ ընտրության վախտը, անընդհատ ուշադրություն դարձնել։ Մանավանդ նկարում են գցում են տեսեք ծաղկում այս ինչ տեղերը, խիա մենակ ընդ ծաղկում, ես էլ եմ Արարատ համայնքի քաղաքացի եմ։ Ես էլ եմ հարկ մուծում, բոլորներ հարկ եմ մուծում, ինչի համար, որ մի բան առաջ է դա։ Խի ես պետք է հլեմ իմ երեխան ցեխերի մեջ ման գա։